Անթեփի ասեղնագործության ավանդական տեսակը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Պատմական գիտությունների թեկնածու Անի Ոսկանյանը համոզված է, այն ինչի մենք ականատես ենք լինում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հետևողականորեն տարվող պետական քաղաքականության հետևանք է։ Նրանք շարունակում են յուրացնել հայկական մշակույթը, շարունակում են ոչնչացնել հայկական մշակույթը եւ այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չունենք հստակ եւ կոշտ դիրքորոշում եւ հակազդում այս դրսեւորումների շուրջ։ Ընդհանրապես այն թափի տնտեսության մեջ հայերը առաջատար դիրք էին գրավում ոչ միայն ասեղնագործության, այլև մանուսայագործության, պղնձագործության եւ արհեստի այլ ճյուղերում, ինչպես նաեւ վաճառականության ոլորտում գրանցում էին բացառիկ արդյունքներ, ինչի համար եմ ես հիմա նշում այս ամենի մասին, որպեսզի մենք հասկանանք, որ արհեստի յուրաքանչյուր ճյուղ, արվեստի յուրաքանչյուր ճյուղ կարող է նորի կրկին թիրախում հայտնվել։ Ցավով պետք է նշենք, որ գորգագործության ասպարեզում Թուրքիան եւ Ադրբեջանը, հատկապես Ադրբեջանը մեծ ջանքեր է ներդրում յուրացնելու համար աշխարհի տարբեր թանգարաններում, գիտաժողովների ժամանակ, ընդհանրապես հոդվածների մակարդակով, պետական ամենակարևորը պետական մակարդակով հայկական գորգարվեստը փորձում է ներկայացնել ադրբեջանական։ Անի Ոսկանյանը ընդգծում է այն թափի ասեղնագործության որպես մշակութային արժեքի կարևորությունը հայկական ընդհանուր ասեղնագործության ոլորտում եւ նշում նրա տնտեսական կարևորությունն ու տարածման նախապատմությունը։ Ընդհանրապես անվիճելի է այն թափի ասեղնագործության մշակութային արժեքը եւ դրա ունեցած ներդրումը մեր ընդհանուր ասեղնագործության դպրոցում, սակայն ես այստեղ ուզում եմ խոսել նաեւ նրա տնտեսական նշանակության մասին։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին այն թափի ասեղնագործությունը վերածվել էր լուրջ ապրանքի շուկայում, ինչպես տեղական շուկայում, այնպես էլ միջազգային շուկայում։ Ես ընդհանրապես կուզեմ բերել 1-2 օրինակ։ Այն թափում գրաճյան եղբայրները արտադրության եւ արտադրամասեր եւ վաճառքի կետեր էին հիմնել եւ նրանցից ավետիսը 1907 թվականին մեկնում է Ֆրանսիա եւ կարողանում ընդլայնել ընտանեկան գործը։ Խանում Լեյլեկյանը կարողանում է Լոնդոնում այն թափի ասեղնագործության արտադրություն եւ վաճառատուն հիմնել։ Այն թափի մեծանուն վաճառականներից եւ կալվածատերերից Մանուկյանը խոշոր չափի գումար մոտ 15000 օսմանյան ոսկի է ներդնում ասեղնագործության ոլորտում եւ նրա պատվերով պատրաստված ձեռագործ աշխատանքները, որոնք հենց այն թափի նախշն էին, սպառվում էին մեծ չափերով սպառվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ցավով պետք է նշեմ, որ որպես գորգաստեղծ ժողովուրդ մենք մինչև այսօր չունենք հայկական գորգի եւ ասեղնագործության մասնագիտացված թանգարան։ Պետական մակարդակով լռում են Հայաստանի իշխանությունները, ինչու պատճառը հայտնի չէ, բայց պատմաբանը համոզված է, պետք է կարողանանք տեր կանգնել մեր դարերով ստեղծված մշակութային արժեքին։ Մենք իսկապես ոլորտում ունենք հրաշալի մասնագետներ, ազգանվեր մասնագետներ, որոնք տարիներ շարունակ իրենց գործն են կատարում գորգագործության, ասեղնագործության եւ արհեստի այլ ճյուղերը ուսումնասիրելու, ներկայացնելու, զարգացնելու բնագավառում, սակայն նման ոտնձգությունները մեկ անգամ եւս փաստում են, որ մեզ հարկավոր է համակարգված եւ միահամուռ աշխատանք, հարկավոր է մեկ ընդհանուր ճակատ ստեղծել, որպեսզի մենք հետո պարզապես չարձագանքենք կամ փորձենք կանխարգելել արդեն նման փաստերը, այլ ի սկզբանե կարողանանք տեր կանգնել մեր մշակութային ժառանգությանը եւ աշխարհում հենց միջազգային հանրության ամենակարևոր հարթակներում հայկական մշակութային ժառանգությունը կարողանանք գրանցել, ներկայացնել, պահպանել, տեր կանգնել վերջի վերջո մեր հսկայական մշակութային ժառանգությանը։ Թուրքիայի կողմից հայկական մշակույթի հերթական յուրացմանը անդրադարձել է նաև հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ Վիկտոր Մնացականյանը։ Այս ամենը պետական մշակութային քաղաքականության բացակայության արդյունք է եւ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել նման ոտնձգությունները կանխարգելու համար, ինչպես նաեւ գործի դնել հայկական մշակույթը ներկայացնող ու պաշտպանող գործում ծրագիր։ Եվ անշուշտ դեպքերի նման զարգացումները առավել քան շեշտում են հայկական գորգի եւ ասեղնագործության թանգարան ունենալու անհրաժեշտությունը, ասել է Մնացականյանը։